մեծ հաշվով դա միակ կառույցն է, որի նկատմամբ այս կառավարությունը եւ դրա այսպես մեղմ արտահայտվեմ շահառուները կամ եթե կուզեք տերերը չունեն վերահսկողություն կամ ունեն շատ սահմանափակ։ Դա Հայաստանի Հանրապետությունում ՔՊ-ից ազատ միակ տարածքն է այս պահին։ ՔՊ-ից ազատել դա ասեցի ինչ համատեքստ։ Եկեղեցին ՔՊ-ից ազատ միակ տարածք։ Կարծում եմ այո։ Որտեղ չի հասցրել։ Թեև այնտեղ էլ են ներթափանցել այդ նույն ձեր ասած տիրադավները եւ այլն, բայց դրանք շատ մանր դրամաչափի գործիքներ են, որpիսի մենք դրանց անդրադառնանք, իրոք կարծում եմ հարկ չկա այս մանավանդ ձեր հարցի համատեքստում։ Իհարկե այս պարագայում դա պետք է այդ թվում ընտրական գործընթացի համար, բայց այդ թվում նրա համար, որ այ առաքելական եկեղեցու արտաքին քաղաքական եւ այլ, չէ, օրինակ Արցախահայության իրավունքների տեսանկյունից մեր մշակութային արժեքների պահպանության եւ այլն։ Հիշեք Ժնևում կաթողիկոսի խոսքը եւ այլն։ Արցախի վերաբերյալ Արցախահայության Շվեյցարիայում, այո։ Իսկ մեկնարկը տրվեց դրանից հետո անհապաղ։ Եթե ես ճիշտ եմ ժամանակագրությանը հետևել, ուժ գնացավ այդ ժամանակ, կրկին ակտիվացավ։ Պետք է սինխրոնիզացնել Հայաստանի աշխարհիկ իշխանությունների եւ եկեղեցական կառույցների քաղաքականությունը եւ դիրքորոշումը։ Սա մեկ ըստիս։ Երկրորդը, սրանով այս գործող իշխանությունները մոբիլիզացնում են իրենց այն ընտրազանգվածը, որը դուրս է հայ առաքելական եկեղեցու շրջանակներից։